10 տարվա ընդմիջումից հետո առաջին զորահանդեսն է տեսնում Հանրապետության հրապարակը։ «92-ի մայիսին նոր կազմավորված հայոց բանակի զինվորները կամավորների հետ անցնում են հրապարակով ու միանգամից մեկնում ռազմաճակատ։ Ռազմական տեխնիկա չի ցուցադրվում, դրանք տեղակայված էին բնագծերում ու կատարում էին Արցախն ազատագրելու մարտական խնդիրը։ Մեկ տարի անց 93-ի մայիսի 28-ին կրկին զորահանդես է Հանրապետության հրապարակում։ Արցախի մեծ մասն արդեն ազատագրված է եւ զինտեխնիկա ցուցադրում է Պաշտպանության նախարարությունը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի ձգտումը միասնության դեպքում 96-ին զորահանդեսն անցկացվում է ոչ թե մայիսի 28-ին, այլ անկախության տոնին, սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն է ընդունում զորահանդեսը։ Փառք հայոց պանցալի բանակին։ Պանցալի բանակը 3 տարի անց սեպտեմբերի 21-ին կրկին Հանրապետության հրապարակում է։ Հանուն հայրենիքի գրությամբ մարտական դրոշն է ուղեկցում հրապարակով անցնող տանկերին։ բարձրեր մեր ժողովրդի ոչին Քոչարյանի նախագահությամբ հաջորդ զորահանդեսը անկախության 15-ամյակին է։ Անկացած առաջադրանք հակառակորդի թիկունքում Տրիբունային են հայոց հոգևոր առաջնորդները, Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից 4-ը Արցախի հերոսներ։ Պետական եւ գերատեսչական շքանշաններով ու մեդալներով։ Շարանցմանը մասնակցում է ավելի քան 3000 զինվոր, ցուցադրված զինտեխնիկան տասնապատկված է, մոտ 150 նմուշ է անցնում հրապարակով։ Պետականության ձևավորման ամբողջ ընթացքում ժողովրդի ծոցից ծնված երկրապահը գործեց խիզախ, խոհեմ եւ անշահախնդիր։ 2011-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է անկախության 20-ամյակը։ Հայկական բանակն առաջին անգամ անօդաչուներ է ցուցադրում, Բաքվում վայնասուն է բարձրացնում հրապարակով անցնող ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգը։ 5 տարի անց ապրիլյան քառորյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ցուցադրում է ժամանակի հրետանային համակարգերի լավագույն նմուշները՝ Գրադ, Թայֆուն, Սմերջ, Կոնկուրս, Տոչկա ու Սկադ։ Իսկանդեր Հրապարակով անցած Իսկանդերն Ադրբեջանին ստիպում է համացանցը ողողել ապատեղեկատվությամբ, թե այդ համալիրները ոչ թե հայկական բանակինն են, այլ Գյումրիի ռուսական ռազմաբազայինը։ Արամազդ ինքնագնաց հրետանային կայանքներ 10 տարի անց Հայաստանի զորահանդեսների պատմության մեջ առաջին անգամ զորահանդեսն ընդունում է մարտական ուղի չանցած պաշտպանության նախարարը։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմին ողջույն։ Երազի իմ երկիր հայրենին հայոց բանակի երբեմնի օրներքը առաջին անգամ չի հնչում զորահանդեսին։ Նոր է զինուժի մարտական դրոշը։ Նոր է զինված ուժերի զինանշանը։ Նոր է զինվորականների, այդ թվում գեներալների համազգեստը։ Զինված ուժերի մարտական դրոշ Ամեն ինչ նոր է այս բանակում, ասում է Փաշինյանը, անգամ մարտունակությունը։ Նոր հոգեբանությամբ եւ նոր մարտունակությամբ Բանակ զրոյական կետից այս անունն են տալիս վերլուծաբանները բանակի փաշինյանական ռեբրենդինգին։ զինծառայողներին Փաշինյանը համոզված է կերպափոխել է բանակը, որը նախկինում ըստ նրա պատերազմի գործոն է եղել։ եւ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետեւ պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հնարավոր ագրեսորի անունը չի հնչում հրապարակում։ Ով է օկուպացված պահում Հայաստանի Հանրապետության տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը։ պայմանական հակառակորդին Ով է արցախցիների էթնիկ զտման հեղինակը։ պայմանական հակառակորդին Ով է զնդանում պահում ավելի քան 2 տասնյակ հայերի։ պայմանական հակառակորդին Ով է ռազմավարի պուրակ բացել իր մայրաքաղաքում ու ծաղրում հայ զինվորին։ պայմանական հակառակորդին
հակառակորդին, Անուն չի հնչում, որովհետև առաջին զորահանդեսն է խաղաղության պայմաններում։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղության միֆը նույն օրը փշրել է Ալիևը։ ve elde edilmiş Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով։ Շուշիում էր Ադրբեջանի նախագահը մայիսի 28-ին։ Նա պայմանական հակառակորդ չի անվանում հայերին։ Ըստ նրա մենք թշնամիներ ենք։ bayrağımız da Şuşa'da kaldırıldı. Մեր դրոշը բարձրացվեց Շուշիում, այնուհետև Ստեփանակերտում եւ Düşman torpaqlarımızdan թշնամին վտարվեց մեր հողերից։ Հայաստանի բանակը լիովին ջախջախվեց։ Այսօր մենք ապրում ենք հանգիստ, որպես հաղթող ժողովուրդ եւ հաղթող պետություն։ Ձախից դիմավորելու համար ողջունիր Հարկ ու պատիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի քաջարի մարտիկներին Հարկ Արցախի բանակին հայկական բանակի սպայական կազմի հիմնական դաշնոցը առանձին տանկային գումարտակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Գեներալ-լեյտենանտ Ներգրիգանաց Ալբերտ Սերոփյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր, Կիրակի։